Օրենսդիր գործադիր աշխատանքից վարչապետը ընդհանուր առմամբ գոհ է։ Երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից այս գումարման խորհրդարանում ներկայացնելով բյուջեի նախագիծը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. 2025-ի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով վստահ կանխատեսումներ կան։ Դրանք 2017-ի բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրիլիոն 542 միլիարդ դրամով, 133%-ով։ Այս տարվա մեր բյուջեի հավելյալ ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն։ Այսինքն մեր ավելացած մասը 2017-ի տարեկան բյուջեից ավելին է։ Վարչապետը նկատեց միջինում տարեկան 7% տնտեսական աճ ապահովելու 2021-ին տված խոստումը կատարված է։ Վստահ են 5 տարվա արդյունքում նվազագույնը 7,5-ից 7,6% աճ կապահովվի։ Փաշինյանը լավ ցուցանիշ է համարում նաև 2021-24 թվականների 36,6%-ով հնայի աճը։ Իսկ ինչպես է տնտեսական աճը ազդել մարդկանց կյանքի վրա, այսպես կոչված Ջինի գործակիցը ցույց է տալիս, թե գեներացված եկամուտները ինչքանով են հավասար բաշխվում բնակիչների միջև, նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վերջին ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը էական բարելավում է ունեցել այս տեսակետից եւ նախորդող շրջանի նկատմամբ մենք բավականին լավ աճ ունենք, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող գումարները արդյունքը հնարավորինս, այսինքն դրա բաշխումը հնարավորինս հավասար եւ արդար տեղի է ունենում եւ բարելավում է։ Հոկտեմբերին կրկին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ։ Խոսքը 810,074 աշխատատեղի մասին է։ 2018-ի համեմատ աճը 223,895 է, 38%։ Սաստ վարչապետի արձանագրում է, որ 2018-ից ի վեր երկրում ստեղծվել է 223,895 աշխատատեղ։ Նման ցուցանիշ, նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Ընդ որում, այս աճը շարունակական է։ Մենք տարեցտարի 2024 թվականի նկատմամբ 30,000 հոկտեմբերի նկատմամբ 30,000 աշխատատեղ է ստեղծվել, 31,004% ավել։ Միջին աշխատավարձը հոկտեմբերին 313,000 դրամ է։ 2018 թվականի նկատմամբ աճը 135,657 դրամ կամ 76%։ Շատ խոսում են գնաճի մասին։ Չի եղել Հայաստանում 76%-անոց գնաճ։ Եվ ընդհանրապես իրական արտահայտությամբ մեր աշխատավարձերի աճերը երկնիշ են 20 եւ ավել տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը։ Հոկտեմբերին վճարված եկամտային հարկը եղել է 50 միլիարդ 699 միլիոն դրամ, 2018-ի հոկտեմբերի համեմատ գրեթե կրկնակի ավելի 95%-ով, 24 միլիարդ դրամով, 2018-ից 25 թվականներին եկամտահարկի գծով քաղաքացիներին վերադարձվել է 384 միլիարդ դրամ, 2018-25 թվականներին 2010-17 թվականների համեմատ անշարժույթի գործարքները աճել են ավելի քան 67,000-ով։ Մարզերում առաջնային շուկան աճել է 1104%-ով, նախորդող շրջանի։ Սա ուզում եմ ցույց տալ տարածքային համաչափ զարգացումը եւ ընդհանուր առմամբ առաջնային շուկայի աճը 10-18-25-10-17-ի համեմատ 465%։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է զարգացման ուղեծրի վրա։ Վարչապետը համամիտ է, որ Հայաստանում կա աղքատության պրոբլեմ, բայց ըստ նրա ժամանակն է առերեսվելու արձանագրելու դրա պատճառները։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ Հայաստանում այլևս աղքատության պատճառը այն չէ, որ աշխատատեղ չկա, այդ խնդիրը վաղուց վերացված է։ Հայաստանում աղքատություն կա, միայն աղքատ չլինելու հմտության, բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են, աղքատության մեջ են գտնվում, որովհետև մենք 2018 թվականից էլ որդեգրել ենք այդ ռազմավարությունը, որ աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց մենք պետք է առերեսվենք, որ կան աշխատանքներ, կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ։ Ինչու՞։ Նույն պատճառով, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով եւ մեր քաղաքականությունը հետեւյալն է, որ եթե աշխատանքը արդյունք չի տալիս, այսինքն կարճ ասած, եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք անել։
Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ 2018-ի համեմատ թոշակ ստացողների թիվը աճել է 106,697-ով, 19%-ով։ 2018-ի հունվարին Հայաստանում թոշակառուների թիվը ավելի է եղել, քան աշխատողների թիվը։ 555,000 թոշակառու է եղել, 513,000 աշխատող։ Վարչապետը նշեց, որ խնդիր է դրել նախաձեռնել թոշակառուների տնտեսական ակտիվացման ծրագրեր։ Հիմա մեզ մոտ ի՞նչն է անցալում, որ 63-ը թոշակի տարիք, հա։ Հա, 63-ը թոշակի տարիք է։ Բայց ես ուզում եմ, ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք։ Իսկ կարող է 63-ը փոքր եւ միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետեւ ով ունի կյանքի եւ աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Եվ ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուներին 63 եւ բարձր տարիքի անձանց աջակցության, տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք։ Որովհետև հարգելի գործընկերներ, 21-րդ դարում 63-ը ինչ տարիք է, ով կարա ասի։ 65-ը ինչ տարիք է, 70-ը ինչ տարիք է, 75-ը ինչ տարիք է։ Այսինքն սա մարդու, մենք պետք է այդ բանը, այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու վերջ ավարտվեց, ոչ, 63 տարեկանում կյանքը չի ավարտում, 63 տարեկանում կյանքը սկսում է։ Եվ մենք մեր թոշակառուների կամ մեր ավակ սերնդի, ասենք, մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք։ 2026-ի բյուջեի նախագծի քննարկմանը վարչապետը անդրադարձավ նաև պետական պարտքի ավելացման վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։ Պետական բյուջեն մի հատ տակառ է, որի մեջ լցնում ենք ջուր։ Մի հատ կանաչ դույլով ենք լցնում, մի հատ կարմիր դույլով, մի հատ դեղին դույլով, մի հատ շագանակագույն դույլով։ Հետո ծորակով ներքևից բացում ենք, այդ ջուրը գալիս է։ Երբ որ այդ ջուրը գալիս է, մենք չենք կարող ասենք, այս բաժակի մեջ դեղին դույլի ջուրը լցվեց, կանաչ, կարմիր, թե կա, որովհետև պետական բյուջեն մի հատ ընդհանուր հասկացություն է։ Այսինքն դու որ փողը ծախսում ես, իհարկե կան նաև նպատակային բաներ, վարկային ծրագրեր, որ ծախսում ես միայն կոնկրետ նպատակի համար, բայց ընդհանուր առմամբ պետական բյուջեն կամ որ դու նպատակի համար, ասենք, մի նպատակի համար ուղղում ես, դա քո նպատակն է, ուրիշի նպատակը չի։ Հիմա պետական պարտքի այս պատմությունը։ Ընդ որում, այո, մենք չենք ուզում այդ թեմայի մասին խոսենք, որովհետև չենք ուզում, հիմա ինչ ենք ուզում խոսել, որովհետև հիմա խաղաղությունը հաստատված կարող ենք խոսել։ Պետական պարտքի ամբողջ ավելացումը կամ չեն տեսել իրանք բյուջեով։ 2018-ից մինչև 2025 թիվը ներառյալ 4.4 միլիարդ դոլարի կապիտալ ծախսա միայն պաշտպանության ոլորտում։ Հաջորդ ուղղությունը, որով պարտքի ավելացվել, ըստ նրա կապված է Ղարաբաղի փախստականների եւ Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի համար։ Ուրիշ պատմություն սրա տակ չկա եւ պարզապես գոյություն չունի։ Բայց ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն։ Ամենակարևորն է նա, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից։ Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից։ Հայաստանը դուրս է բերվել փակուղուց, դուրս է բերվել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով ըստ վարչապետի մեր երկրի առաջ բացվել է հեռանկար, եւ Հայաստանի ժողովուրդն իր ինքնիշխան կամքով կարող է որոշել, որ ուղղությամբ զարգացման ինչ տեսլական է որդեգրում, ինչ վերաբերում է հրապարակված բանակցային փաթեթին։ Երբ որ իրանք խոսում են բանակցային գործընթացի մասին, սենց պտիլներ, հարգելիներս հարց տանք, իրանք քանի տարի, 30 եւ ավելի տարի իշխանություն են եղել։ Մի կտորով էլ, ասենք ինչ որ 10 կամ չգիտեմ։ 100 անգամ ասել են, բա որ տենց շանսեր կար, բա ինչի՞ չգլուծել։ Եկեք անդրադառնանք այս հարցին։ Այսինքն եղել է լուծման, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանս ա եղել, դուք չեք արել։ Բան չեք մեզ դավաճան ասում, ուրեմն դուք եք, ձեզանից մեզ դավաճան չկա։ Տարբերակ A եւ B տարբերակ, այդ ամենը ընդամենը աչքակապոցի է։ Փաշինյանն անդրադարձավ 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկին, որը եւս հրապարակված է։ 100 անգամ ասել եմ, ես երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել։ Այդ փաստաթուղթը սկսվում է, որ ներկայացվել է։ Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներս այդ 19 թվականի փաստաթուղթը հայտնվել է հետեւյալ տրամաբանությամբ, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել։ Ես խնդիր եմ դրել, ասել եմ
Համանախագահների առաջ բոլոր ասել եմ, այստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի ամփոփումը, սեղմագիրը, որն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը։ Համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստումը, որ ես հարց եմ տվել, ասել եմ լավ, ես կարդում եմ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում։ Որևէ այս մեխանիզմով։ Եվ հնչել է շատ հստակ պատասխան։ Այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա ինչ, հա, նաև գրած է, իհարկե, գրած է, բայց նոր մարդես մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում։ Էլ չեմ ասում այդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2018 թվականի ապրիլի Սերժ Սարգսյանի այս ամբիոնից ունեցած ելույթն է։ Վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթերցում ընդհանրապես բանակցային գործընթացի։ Վարչապետն անդրադարձավ նաև հարցին, ինչու Քիվեստի փաթեթը չի հրապարակվել, նշեց, որովհետև չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո Քիվեստի փաթեթ։ Քիվեստի փաթեթի հենքը այնա, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է Հայկական ժամանակ թերթին եւ հրապարակվել է։ Էդ է Քիվեստի գաղափարական հիմքը եւ էլ չեմ ասում դրա կարիքը չկա էլ։ Հիմա բանավեճի չեմ էլ հրավիրում, որովհետեւ հրավիրեմ էլ ինչ։ Էլ ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն, ինչ պետք է պատմեն, պատմելու բան չկա։ Վերադառնալով բյուջեի նախագծին 2026-ը ըստ վարչապետի բուռն է լինելու Հայաստանի համար, սպասվում են միջազգային խոշոր միջոցառումներ, համապետական ընտրություններ։ Կառավարող ուժը Փաշինյանի խոսքով ընտրություններին մոտենում է լավատեսության մեծ պաշարով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Հիմա խնդիրն է ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել այն, ասաց Նիկոլ Փաշինյանը, նկատեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, երբ մի կիլոմետրով վստահությունն ավելանում է, այն բերում է 10 սանտիմետր գործնական առաջընթացի։ 2026 թվականի հիմնական խնդիրը հետեւյալն է։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը։ Վարկյան անգամ կասկած չունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետև դա ուրիշի խաղաղությունը չի, դա իր խաղաղությունն է, իր զավակների, իր ընտանիքի, իր թոռների, իր ծոռների խաղաղությունն է եւ դա մեծագույն տուրքն է բոլոր նահատակներին եւ իր բոլոր անցյալներին, անկախ նրանից մեր պատմության որ շրջանում է այդ նահատակությունը եւ զոհողությունը տեղի ունեցել։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։